Բարև ձեզ երեխաներ, այսօրվա մեր դասն է, ասում ենք դասի թեման, Ասանեկ ջան, այսօրվա մեր դասն է հողային ֆոնդը գյուղատնտեսական հողաբարելավումը։ Հողաբարելավումը, այսինքն մենք գիտենք, որ հողաբարելավումը մեկ տեսակ չէ, հողաբարելավման մի քանի տեսակներ կան, հետո մենք արդեն առանձին կնշենք Հայաստանում ամենատարածված տեսակը, որն է հողաբարելավման։ Այսօր ուզում եմ ձեզ ասել, որ մենք մեր դասն ուզում ենք անցկացնել աշխարհահռչակական հարթակի միջոցով, որ ավելի պատկերավոր եւ ավելի մանրամասն կարողանա ինչ անել, ուսումնասիրել եւ դեռ ավելի լավ տպավորվի Հայաստանի հողային ֆոնդը, հողաբարելավման տեսակները, այստեղ մենք ուշադրություն ենք դարձել ջրամբարների, որոնք Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունեն արհեստական ոլորտի կատարելիս։ Իսկ հիմա ով է ներկայացնում դասը։ Ես ներկայացնում Ներկայացրել եմ։ հողային ֆոնդի առանձնահատկությունները։ Առանձին երկրի հողային ֆոնդի կառուցվածքը եւ հատկանիշները անմիջական ազդեցություն են թողնում երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի քանակի, բերքատվության եւ մթերատվության ցուցանիշների վրա։ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը կազմում է 29743 քառակուսի կիլոմետր։ Դրանց մեջ գյուղատնտեսական նշանակության հողերը 2024 թվականին կազմել են 2043.5 հեկտար կամ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի 68.7%-ը։ Հայաստանի Հանրապետությունում հողային ֆոնդը երկրագործության համար ավելի շատ բարենպաստ հնարավորություններ ունի Արարատյան դաշտում, Շիրակի եւ Լորվա սարահարթերում, Սևանի ավազանի, Գորիսի ու Սիսիանի տարածաշրջանների մեղմաթեք ոչ մեծ հարթավայրերում, իսկ անասնապահության համար ավելի լավ բարենպաստ վայրեր են նախալեռնային, լեռնային եւ բարձր լեռնային տարածաշրջանները։ Այժմ ես կներկայացնեմ Հայաստանի Հանրապետությունում տարածված հողերի տեսակները։ Աղուտ ալկալի, կիսանապատային գորշ, շագանակագույն, սևահող, անտառային դարչնագույն, անտառային գորշ, մարգագետնատափաստանային եւ լեռնամարգագետնային։ Եվ լեռնամարգագետնային, մեզ մոտ որ հողեր է տարածված։ Մեզ մոտ տարածված են աղուտալկալի հողերը, ուղղակի ինչ են արել, մարդիկ բազմացած աշխատանքիցներից արդեն դարձել են տեսանապատային գորշ, սևահողեր, այսինքն հողաբարելավման բազմաթիվ միջոցառումներ են երեխաներ կատարել։ Հողը միակ ռեսուրսն է, որ երկար օգտագործումից ոչ թե որակը բացացնում է, այլ ընդհակառակը ավելի լավանում է, ավելի վերիանում է։ Իսկ նա աշխարհացույց կրթական հարթակի միջոցով կներկայացնենք վերոնշյալ հողերի տարածման շրջանները։ Ավելի մանրամասն եկեք ներկայացնենք Հայաստանի Հանրապետության տարածքում տարածված հողերը, քանի որ այսօր հողեր կան, մենք գիտենք, որ յուրաքանչյուր գլխավոր տեսակով ունի նաև իր տարած տեսակները։ Ով է ներկայացնում։ Ես ներկայացնում։ Կարելի է ներկայացնել։ Հայաստանի Հանրապետության հողային տարածքը բազմազան է, դա պայմանավորված է ռելիեֆի, բուսականության և կլիմայական պայմանների բազմազանությունից։ Հայաստանի Հանրապետության հողերը լինում են 15 տեսակի և ունեն դրանց տարատեսակները։ Գոտիական տարատեսակի հողերից մասն են կազմում լեռնամարգագետնային և լեռնատափաստանային գորշ, դաշնագույն կմախքային հողերը, իսկ մյուս տարատեսակը ազոնալն է, որի մեջ են ներառված աղուտ ալկալի կուլտուր ոռոգելի հողերը։ Դրանք տարածված են վերընթաց գոտիներում։ Մեր երկրում ոռոգումը զարգացում է ապրել խորհրդային տարիներին, երբ կառուցեցին ջրանցքներ Արտաշատի, Շիրակի, Աղզնի եւ Շամիրամի եւ այլն։ Այս 3 տարիների ընթացքում նույնպես կառուցել են ջրանցքներ եւ ջրաբաշխման այլ կառույցներ։ Իսկ մասին խոսեցինք երեխաներ, արհեստական ոռոգման մասին խոսեցինք, ջրամբարների մասին ինչ ենք ավելացնում։ Կարելի է ջանազա։ Իսկ հիմա աշխարհացույց կրթական հարթակի միջոցով կներկայացնենք Հայաստանի խոշոր ջրամբարները, որոնց մեջ մեծ դեր ունեն արհեստական ոռոգումը, այսինքն որոնք շատ կարևոր դեր ունեն արհեստական ոռոգման գործում։ Հիմա Նելի ջան, գնա Ազատի ջրամբարի մասին։ Ազատի ջրամբարը բնության և մարդու ձեռնարկել ներդաշնակությունը։ Ազատի ջրամբարը համարվում է Հայաստանի ամենատպավորիչ ջրային օբյեկտներից մեկը։ Այն շահագործման է հանձնվել 1976 թվականին և հանդիսանում է Հայաստանի ոռոգման համակարգի կարևորագույն հանգույցներից մեկը։ Հանգույցներից մեկը, սա Ազատի ջրամբարի մասին։
Հետևանքը Հիմա եկեք ներկայացնենք երեխաները Ախուրյանի Ախուրյանի ջրամբարը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի և Թուրքիայի սահմանագլխի 1600 մետր բարձրության վրա։ Ախուրյան գետը միջին հոսանքի շրջանում և օգտագործվում է երկու պետությունների կողմից հավասար իրավունքներով։ Ջրամբարը ունի 525 միլիոն մետր խորանար ջրատարողություն։ Ջրամբարը շահագործման է հանձնվել 1982 թվականին։ Ջրամբարի ջուրը օգտագործվում է ոռոգման նպատակներով։ Այո, ոռոգման նպատակներով երեխաներ, այստեղ Ախուրյանի ջրամբարի մասին հասկացանք, որ գտնվում է Ախուրյան գետի միջին հոսանքում և երկու պետություններ, Թուրքիան և Հայաստանը հավասար իրավունքներով օգտվում են Ախուրյանի ջրամբարի ջրերից։ Սա ավելի կարևոր պայման է երկու հարևան պետությունների մեջ, միջև կարողանում են հավասար իրավունքներով ջրամբարի ջուրն օգտագործել։ Հիմա նայում ենք ջրամբարը, էլի 360 աստիճանի զգացարարի կար։ Ախուրյանի ջրամբարի մասին խոսեցի, հաջորդ ջրամբարը երեխաներ, ամենագեղեցիկ ջրամբարը ըստ Կեչուտի ջրամբարը։ Կեչուտ Էլեն ջան, գնահատակ Կեչուտի ջրամբարը։ Ընդհանուր բնութագիր կառուցումը շահագործման է հասնվել 1986 թվականին։ Նպատակը ջրամբարը կառուցվել է Արփա Սևան թունելով Սևանալիճ տեղափոխվելու ջրի հոսքը կարգավորելու համար։ Այն ծառայում է որպես միջանկյալ հանգույց, որտեղ կատարում են Արփա գետի և նրա վտակների ջրերը լիճ մողվելուց առաջ։ Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 23 միլիոն քառակուսի, իսկ օգտակար ծավալը 3,5 միլիոն քառակուսի։ Մակերեսը մոտ 1,45 կիլոմետր քառակուսի է։ Հողային տեսակները, որոնք տարածված են Հայաստանի Հանրապետության տարածքում, գլխավոր տեսակները իրենց տարատեսակներով, ավելի մանրամասն ուսումնասիրեցինք Արարատյան դաշտում, որտեղ որ մենք ապրում ենք տարածված հողատեսակները, հողաբարելավման կարևորագույն տեսակները, ինչպես մեր մարզում, այնպես էլ ամբողջ Հայաստանի տարածքում հողաբարելավման ամենակարևոր տեսակը դա ինչն է արհեստական ոռոգումը։ Դրա հետ կապված մենք կարևորեցինք նաև ջրամբարները, առանց ջրամբարների, առանց ջրամբարելու մենք տարվա 4 սեզոնին չենք կարող օգտագործել, ջուր չենք ունենա օգտագործելու, ոռոգման խնդիր ունենա։ Մենք այստեղ աշխարհացույց կրթական հարթակի շնորհիվ եւ կարողացանք միջոցով կարողացանք ավելի մանրամասն տեսնել հողերի տարածման շրջանները, կարողացանք ավելի մանրամասն տեսնել նաև ջրամբարները, ելի իրենց տարածման կոորդինատներով, շրջաններով։ Այսօրվա գործնական աշխատանք եմ երեխաների ես հանրարարում, տանը բոլորը ունեք արդեն գրանտ էլեկտրինոգրաֆոն, տանը ստեղծում եք փիներ, յուրաքանչյուրը մեկ հողային տեսակի հետ կապված ստեղծում եք փին, ներկայացնում եք այնտեղ տարածման շրջանները, տվյալ հողատեսակում աճող բույսերը եւ տվյալ բույսերով սնվող կենդանա տեսակները։ Ըստ տարածման մենք գիտենք, որ լեռնային երկիր ենք եւ մեզ մոտ ավելի շատ վերընթաց գոտիականություն եւ ըստ վերընթաց գոտիականության հողերի տիպերը անընդհատ փոխվում են։ Մենք չենք կարող ասել, որ ինչ է զոնայական մենք ունենում ենք տարածում։ Վերընթաց գոտիականությամբ կարողանում ենք այստեղ նշել տարածման շրջանները, այնտեղ տարածված հողերը, բույսերը եւ կենդանիները։ Եվ բացի դա ուզում եմ ներկայացնել նաև էնդեմիկ կենդանատեսակներն ու բուսատեսակները։ Այստեղ մենք ունենք էնդեմիկ մուսոն, լեզվարյան այստեղ եւ մի քանի այլ կենդանատեսակներ ու գյուրջայի մասին խոսեցինք, որը նույնպես համարվում է էնդեմիկ կենդանատեսակ։ Այսքանը